Երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ ու ասում, որ դու երվանդաշատից ես, մարդու առաջին արձագանքը դա զարմանքն է։ Երվանդաշատ չեմ լսել։ Հենց առաջին անգամն էր այսպես մեծ ֆորմատով, որ պետք է ստեղծեինք մեր կայքը։ Սկսեցինք տարբեր ուղիներ մշակել, մարդկային ուղի, նկարեցինք մարդկանց, իրենց կյանքի պատմությունները։ Դրանից հետո արդեն սկսեցինք մեր ֆիլմերը ներկայացնել։ Երբ մեր փակման արարողությանը ներկայացնում էինք այսպես կադր առ կադր իմ ֆիլմերը, դա եւ հպարտություն էր եւ ոգևորություն էր։ Սկզբի օրվանից մինչև վերջին օրը մեր ապրումները, որ սենց այն վերևի ամենավերևի գագաթնակետ ունեին։ Տուն, որ գնում էինք հարցազրույց վերցնելու, չէին հավատում, որ մենք կարող էինք անել սա։ Միայն հայրս էր ինձ քաջալերում, որ հա կոմոդ հաստատ կստացվի ու կարողացանք ստեղծել մեր կայքը։ Ամենահետաքրքիր դրվագը հենց մարդկային ուղին է, ուսումնասիրելու, հասկանալ ով ինչ պատմություն ունի, ինչ պատմությամբ է հասել Երվանդաշատ։ Շատ հրաշալի հիշարժան պահեր էին, թե մեր դասերը, որոնցից շատ բան ենք սովորել, գնահատական մտածողություն, հուզական ինտելեկտ, լսելու կարողություն։ Քուաֆը օգնեց մեզ իմանալ մեր գյուղի մասին այն, ինչ որ չգիտեինք։ Շատ հետաքրքիր գործընթաց է իրականում, ես հպարտ եմ։